Մարդիկ կենթանիների նման են։ Մարդ կա գիշատիչը, մարդ էլ կա խոտակերը։ Այն որ խոտակերը, դրա հարցը հեշտ է։ Կերը ոտերի տակ է։ Իսկ այն որ գիշատիչը, դա արդեն լուրջ է։ Մինչև մի 2 կիլո միսավիս դնում, հոգին դուրս է գալիս։ Հիմա դու ո՞ր տեսակին ես պատկանում։ Ես գիբրիդ եմ։ Հիմնականում գիշատիչ եմ, բայց մեկ-մեկ օրից ջայլամի տեղ եմ դնում, դառնում խոտակեր։ Դու շատ տակեր խոտակեր ես։ Ոչ էլ ջայլամ ես։ Դու նապաստակ ես։ Են նապերից էլի են անեկդոտի մեջ է, որ ամեն տեղից կարողանում են դուրս գալ։ Աղջիկս քեզ հենց քո հումորի համար էլ երևի հավանում է։ Բայց իմ դուրը հեշտ չէր գալիս, որ դուք ընկերություն էիք անում։ Վերքին ասել էի, որ քեզ մի թեթև լախտեմ։ Բայց դե Միլոշից չթողեց։ Ասաց, պապա ջան, մենք իրար սիրում ենք։ Դե սիրում եք, ամուսնացեք։ Բայց դու կձգես այդ հարսանիքը։ Դե, նայած ինչ հարսանիք։ Չեղը, իմ աղջկա հարսանիքը նայած չի կարա։ Իմ աղջկա հարսանիքը պիտի չտեսնված լինի։ Դե, Շահեն Աղվանովիչ, մենք արդեն ամեն ինչ մտածել ենք, քննարկել ենք։ Հենց հարսանիք ենք անելու, որ մի տարի բոլորը այդ հարսանիքից խոսան։ Հենց հարսանիքի փողը տրամադրվի։ Ստոպ։ Դուք դրա հետ ոչ մի գործ չունեք, դրանով մասնագետները կզբաղվեն։ Դու երկու կարևոր բան ունես անելու։ Առաջինը սիմվոլիկ մասնակցություն հարսանիքին, ասենք հարսի շորի տեսքով։ Կձգես։ Լավ է։ Ու երկրորդը լինես անդավաճան ամուսին Միլոշիս համար։ Ու Աստված չանի Միլոշիս նեղացնես։